Բարև ձեզ հարգելի ռադիո լսողներ եւ ռադիոդիտողներ, լրատվական ռադիոյի եթերում իր աշխատանքներն է շարունակում IT Armenia հաղորդումների շարքը։ Այսօր հյուրընկալել եմ Պավել Սնխչյանին, ով հանդիսանում է Help Systems ընկերության գլխավոր տնօրենը։ Պավել, բարև ձեզ, շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերքի համար։ Help Systems ընկերության մասին խնդրեի մի փոքրիկ ակնարկ, այսինքն ոնց է հիմնադրվել ընկերությունը, ինչ նպատակներով, որտեղ է գտնվում ներկայումս, ինչքան եք առաջ գնացել ձեր նպատակների հարցում եւ ինչ տեսլականներ ունեք, այսինքն ուր եք գնում։ Շնորհակալություն հարցի համար։ Help Systems ընկերությունը ամերիկյան հիմնված ընկերություն է, Մինեսոտա նահանգում հիմնված ընկերություն է, դեռևս 1972 թվականին բավականին հին ընկերություն է եւ ինքը սկզբունքորեն զբաղվում էր բիզնեսի ավտոմատացման համակարգերի նախագծմամբ եւ այնուհետեւ կիբերանվտանգության համակարգերով 2010 թվականին մենք սկսեցինք որպես Sorsio կազմակերպություն, ժամանակին մենք հայտնի ենք որպես Sorsio կազմակերպություն, հիմնադրված 2005 թվականին, մենք զբաղվում ենք ՏՏ ոլորտում ծրագրավորման ծառայությունների մատուցմամբ, հիմնականում մեր թիրախային շուկան դա արտերկիրներ, Եվրոպա եւ Ամերիկա եւ Help Systems-ը Sorsio ընկերության գործընկերներից մեկն էր 2010 թվականից, մոտ 5 տարի իրար հետ աշխատելով մենք այնքան ենք այդպես ասած սերտաճել իրանց պրոդուկտների եւ ծառայությունների հետ, այնքան անբաժան մասն ենք դարձել իրանց կազմակերպության, իրանց պրոդուկտների այդպես կոչված life cycle-ի, որ փոխադարձ որոշում ընդունվեց, որ Help Systems ընկերությունը կլանի գնի Sorsio ընկերությունը եւ հիմնի իր գրասենյակը Հայաստանի Հանրապետությունում։ Այդպես ձևավորվեց Help Systems Armenia ընկերությունը 2016 թվականի սկզբին։ Այդ պահին մենք ունենք 32 աշխատող, որոնք աշխատում են հենց Help Systems պրոյեկտների վրա։ Այժմ մենք արդեն 120 հոգի ենք 6 տարի անց։ Ինչու տեղի ունեցավ այդ գործարքը։ Help Systems-ը սկզբունքորեն գնում է միայն այդպես իր մրցակիցներին կամ product company-ներ, այսինքն այնպիսի շուկայական այնպիսի խաղացողներ, որոնք կարող են լրացնել կամ ավելացնել իր շուկայական դիրքը եւ այնպես ասած ստրատեգիական ուժգնությունը։ Մենք միակ կազմակերպությունն ենք, ծառայություն մատուցող կազմակերպությունն ենք, որը գնվեց Help Systems-ի կողմից եւ պատճառը զուտ հայկական ինժեներական մտքի եւ տաղանդի շնորհիվ է, որ մենք իսկապես դարձել ենք այնքան անբաժան մաս, այնքան լուրջ եւ լավ ենք պատկերացնում իրանց product-ի զարգացումը, էվոլյուցիան, որ առանց մեզ նրանք պարզապես առաջ արդեն չէին կարող գնալ։ Այսինքն կարելի է ֆիքսել, որ միայն Հայաստանում է գտնվում ինժեներական թիմը Help Systems-ի, թե ոչ միայն։ Չէ, ոչ միայն։ Գնման պահին մենք երկրորդ գրասենյակն ենք, R&D այդպես կոչված, հա, development-ի գրասենյակն ենք գլխամասից հետո, բայց քանի որ Help Systems-ը բավականին արագ զարգանում է, ինքը շատ լուրջ M&A այնպես ասած մրցակիցների կլանման ստրատեգիա ունի, արդեն մոտ 20 երկրում մենք ունենք գրասենյակներ եւ մոտ 5-6 development կենտրոն, հա, ծրագրավորման կենտրոն, բայց Հայաստանինը թվով չափսերով ամենաերկրորդն է գլխամասից հետո։ Ու ինքը շարունակում է աճել, մեծանալ։ Ես տեսնում եմ հաճախ սոցցանցերում, LinkedIn-ում կամ Facebook-ում, որտեղ դուք անդադ թափուր աշխատատեղերի մասին եք նշում ու տասնյակ թափուր աշխատատեղերի մասին, այսինքն 20 թափուր աշխատատեղ, 50-60 թափուր աշխատատեղ։ Սա գիտեմ, որ high-tech ոլորտում Հայաստանի թափուր աշխատատեղերը շատ են, այնուամենայնիվ ոչ բոլոր կազմակերպություններն են տասնյակներով ցանկանում տասնյակներով աշխատակիցներ ընդունել։ Ուր է գնում ձեր նպատակները, նաև այս համատեքստում, այսինքն նման մեծացման ձևով ուր եք գնում։ Իսկապես շատ լավ հարց է։ Այս պահին մենք ունենք մոտ 40 թափուր աշխատատեղ բաց եւ դա դեռ սա վերջը չի։ Մենք պատրաստվում ենք յուրաքանչյուր տարի առնվազն 25 աշխատատեղ ավելացնել Հայաստանի Հանրապետությունում եւ դա բավականին օրգանիկ բնույթ է կրում։ Մեր կազմակերպությունը բավականին արագ զարգանում է, ֆինանսապես շատ կայուն վիճակում է եւ այդ շուկայի իր մասնաբաժնի ավելացման հետ մեկտեղ նաեւ անհրաժեշտություն է
մեծացնել զուտ ծրագրավորման, հա, այդ ինժեներական մտքի, հա, եւ մարդկանց քանակությունը, ու ինչու Հայաստանում, որտեվ ինչպես նշեցի, մենք բավականին յուրահատուկ ինժեներներ ենք, որպես Հայաստանի Հանրապետության ինժեներներ, եւ դա մրցակցային առավելություն է տալիս։ Մենք կարող ենք շատ լուրջ, բավականին լուրջ, կոմպլեքս խնդիրներ լուծել։ Պարզապես ինչ-որ մի վեբսայթի ծրագրավորում չի դա, մենք զբաղվում ենք լուրջ կիբերանվտանգության համակարգերի նախագծմամբ։ Դրանք սկսում են ինչ-որ գաղտնաբառերի հետ աշխատանքով վերջացրած ցանցերի, սերվերների եւ այլ ինֆրաստրուկտուրայի կիբերանվտանգությամբ, այսինքն մենք սյութեր ենք պատրաստում։ Աճը պայմանավորված է հենց ագրեսիվ շուկայական դիրքի գրավմամբ, մենք արդեն իսկ աշխարհում ամենամեծ կիբերանվտանգության կազմակերպությունն ենք մեր զարգացման տեմպերով եւ մեր կլանման արագությունը ամենամեծն է, կարելի ասել, եթե դա էլ է որպես չափանիշ ընդունվում։ Հայաստանի հետ կապված բավականին լուրջ պլաններ ունենք, երկարաժամկետ պլաններ ունենք, նախ դառնալ շատ կարևոր օղակ ամբողջ Help Systems Corporation-ի ներսում եւ տարածաշրջանում լինել կիբերանվտանգության համար մեկ ներկայացուցիչ, եթե կարելի ասել այդպես։ Հայաստանի համար ես կարծում եմ, որ շատ դրական է, այսինքն եթե այստեղ աշխատակիցների ընդունումը շարունակվում է Հայաստանում, ենթադրվում է, որ Help Systems ընդհանուր խումբը ունի իր գոհունակությունը հայաստանյան ինժեներական խմբից, դա ըստ էության շատ դրական է։ Տեսեք, դուք նշում եք, որ ներկայումս 120 աշխատակիցներ են աշխատում Help Systems-ում եւ պլանավորվում է տարեկան 25 հոգի ավելացնել։ Հիմա շատ եմ լսում high-tech-ում, որ ասում են, որ աշխատակիցների խնդիր կա, նամանավանդ փորձառու սենյոր աշխատակիցների խնդիր կա, որն է ձեր կազմակերպության առանձնահատկությունը, այսինքն ինչու են աշխատակիցները աշխատաշուկան նախընտրում աշխատանք գտնել ձեզ մոտ։ Ну, ասեմ, որ շուկայում շատ լավ եւ ուժեղ մրցակիցներ ունենք եւ դա հաճելի է, մրցակցությունը միշտ պարտավորեցնում է լինել ազգոն, լինել պրոֆեսիոնալ, արագ շարժվել, որն է մեր առանձնահատկությունը։ Նախ ինչպես նշեցի, մենք զբաղվում ենք բավականին լուրջ եւ կոմպլեքսային խնդիրների լուծմամբ, բավականին հետաքրքիր։ Երկրորդ առանձնահատկությունը, որ կուզենա նշել, նաեւ մեր կորպորատիվ կուլտուրան է, որը չափազանց ընկերական եւ մտերիմ կուլտուրա է։ Մենք սկզբունքորեն շատ հետաքրքիր ենք մոտեցել, իսկ սկզբանե, երբ որ կազմակերպությունը հիմնում ենք, լավ կորպորատիվ կուլտուրա ունենալը դա որոշում է իրականում, դա մենք գիտակցաբար որոշեցինք, որ եթե մենք օրական 8 եւ ավել ժամ անցկացնում ենք իրար հետ, եկեք անցկացնենք մաքսիմալ պրոդուկտիվ, հաճելի եւ փող շահավետ ձևով։ Ու այդ սկզբունքներով մենք մինչ այժմ շարժվում ենք։ Նաև մեկ առանձնահատկություններից էլ կուզենայի նշեի, մեր չնայած այլ կազմակերպություններ մեր ոլորտում ունեն այդ stock option հասկացողությունը, հա, բոլորն ունեն յուրաքանչյուրին ինչ-որ չգիտեմ, կազմակերպության իրավունքի, հա, մասնաբաժնի իրավունք հանդիսացող մաս ունեն, հա։ Մեր կազմակերպությունը բացառություն չէ, պարզապես մեր մոտ մի քիչ այլ ձևով է դա։ Մեր մոտ յուրաքանչյուր աշխատակիցը արդեն սեփականատեր է, այսինքն դա stock option չի ինչ-որ vesting period-ով, այսինքն յուրաքանչյուր տարի ինչ-որ մի մաս աշխատակիցը կարող է գնել, կարող է ստանալ։ Աշխատակիցը հանդիսանում է սեփականատեր, նրանք բոլորը մեր գործընկերներ են եւ մեզ է պատկանում կազմակերպության բավականին մեծ մաս։ Եվ դրանով իսկ նաեւ պայմանավորված է գործի նկատմամբ մոտեցումը։ Յուրաքանչյուրը համարում է, որ այս կազմակերպությունը իր կազմակերպությունն է եւ աշխատում է իր համար։ Դա երևի թե ամենամեծ մեր առանձնահատկություններից է, որ մենք բոլորին դասում ենք որպես գործընկեր եւ յուրաքանչյուր 3-ից 5 տարին մենք ունենք այդպես 3-ից 5 տարին դա տենց պայմանականորեն եմ ասում, վերջի 3 տարվա ընթացքում մեր կազմակերպությունը մի քանի անգամ վաճառվել է, մենք պատկանում ենք մեծ private equity ֆոնդերին,
ու վաճառքից ստացված եկամուտով կիսվում ենք աշխատակիցների հետ։ Ու դա բավականին մեծ գումար է յուրաքանչյուրի համար։ Չեմ կարող հստակ գումարների մասին խոսել, բայց կարող եմ ասել, որ մարդիկ գնում են մեքենաներ, մարդիկ տների կոչված down payment-ներ զգում են իրանց բարեկեցության ապահովման լինում, զգում են զարգացումը, նաև ֆինանսական առումով դա շատ կարևոր է, դա էլ իր հերթին մոտիվացիայի ինչ որ մաս է։ Դա մոտեցում է ընդհանրապես աշխատողին, գործընկերոջը, ես նախընտրում եմ ասել այդ բառը գործընկեր, դա մոտեցում է, ինչպես եք դուք մոտենում գործընկերներին, աշխատակիցներին եւ միասին ստեղծում եք արժեք։ Դա սկզբունքորեն այլ մոտեցում է, քան թե, չգիտեմ, եթե ասենք սովետական կամ, չգիտեմ, այլ դարաշրջանից եկածած մոտեցումներ, երբ որ ավելի շահագործական մոտեցում կար աշխատակիցների նկատմամբ, մենք գործընկերներ ենք, մենք արժեք ենք ստեղծում միասին եւ մենք չենք կարող առանց մեր աշխատակիցների հետ արժեքը ստեղծել։ Ու դրանով իսկ պայմանված է ինչպես ենք մենք կիսվում մեր հաջողություններով։ Դե էլ չխոսեմ, որ բավականին լավ բենեֆիտներ ունենք, դա ավելի ճիշտ չէ ուզենա դրա մասին շատ խոսել, հիմնականը թե ինչ հոգեբանություն ունի կազմակերպությունը, դրա մասին է ուզում ավելի շատ։ Շատ լավ, տեսեք, դուք նշեցիք 6 տարում 30 հոգուց 120 գործընկեր կամ աշխատակից կամ գործընկեր գիծ աշխատակից, եւ ստեղ հստակ կարծում եմ կառավարման մոդելն էլ է փոխվում ֆիրմայի մեծանալով, այդ ընթացքում լինելով կառավարիչ, ինչ եք զգացել դուք, ինչ փոփոխություններ եք զգացել եւ ինչ փորձով կարող եք կիսվել այն ընկերությունների հետ, որոնք նույնպես մեծանում են ու ապագայում այդ խնդիրների առաջ կանգնելու են։ Եվ շատ տեղին հարցես, վերջերս այդ կառավարման մոդելն են փոխել մեր կազմակերպության, ու դա բնական իրենից բնական ընթացք է ներկայացնում, առաջ մի քիչ ավելի ոչ թե ավտորիտար, այլ տես հիերարխիկ տեսք ուներ մեր կառավարման մոդելը, ես ղեկավարում եմ կարելի ասել ամբողջ կազմակերպության բոլոր բնագավառները։ Այս պահին մեզ մոտ կան ես decentralized, այդպես ասած, ապակենտրոնացված կառավարում եմ հիմնե կազմակերպությունում, այսինքն այն ոլորտները, ուղղությունները, որտեղ արդեն իսկ իմ ներկայությունը, իմ ներգրավվածությունը պետք չէ, ես դա, այսպես ասած, հանձնել եմ իմ ավագ գործընկերներին, որոնք տարիների ընթացքում այդ գիտելիքները ձեռք բերելով աշխատելով կարողացել են արդեն իրենց վրա վերցնել բավականին մեծ ամբողջություն աշխատանքի եւ կառավարման մոդելը կենտրոնացվածից ապակենտրոնացված են տարել ու դա անխուսափելի է, այսինքն եթե դուք ուզում եք շարունակել լինել էֆեկտիվ, պրոդուկտիվ եւ կառավարելի տեսանելի ունենալ կազմակերպությունում բոլոր process-ները, դուք պետք է այդպես ասած զիջեք, delegate անեք, չգիտեմ, դա հայերեն ճիշտ բառը որը կլինի, եւ արդեն ունենաք abstract-ի կոնկրետ մակարդակ յուրաքանչյուր օղակի հետ, բայց մնալով եւ ներգրաված լինելով կազմակերպության բոլոր process-ների միջև դա նաեւ երկրորդ պատճառն ուներ, որ քանի որ մենք միջազգային կորպորացիա ենք, այդ ապակենտրոնացված կառավարումը տալիս է հնարավորություն մեր յուրաքանչյուր աշխատակցին այդ ամբողջ կորպորացիայում ունենալ բավականին հեռանկարային եւ լուրջ կարիերա, մասնագիտական աճ, եւ դա դրանով իսկ նաեւ պայմանավորված էր այդ փոփոխությունները, որը վերջերս արեցի, բացի դրանից, որ մենք նաեւ մեծանում ենք որպես կազմակերպություն, ըստ կառավարման մոդելն է այդ պարտավոր էր փոխվել, ինքը չէր կարող մնալ, նա ոնց որ էվոլյուցիոն հերթական քայլներ մեր կազմակերպության համար։ Շատ լավ, անցնենք Հայաստանի ընդհանուր high-tech ոլորտին, որի մաս է կազմում նաև Help Systems-ը եւ մի շարք այլ միջազգային ընկերություններ, դուք կարծում եք, որ Հայաստանի high-tech ոլորտը հասել է իր պիկին, եւ եթե ոչ, ապա ձեր կանխատեսումներով երբ կլինի դա կամ ինչ process-ներից հետո կլինի,
եւ այս նույն համատեքստում ինչ կանխատեսումներ ունեք ընդհանրապես։ Շատ լավ։ Միանգամից ասեմ, որ մենք պիկին դեռ չենք հասել։ Պիկ հասկացողությունը իր, չգիտեմ, եթե ավելի մանրացնենք, թե ինչ ենք հասկանում պիկ ասելով, դա մասնագիտական Եվ մասնագիտական, կարծում եմ, եւ մասնագիտական, եւ դրանից հետագայում քիչ անց բխող նաեւ ֆինանսական։ Անկեղծ ասեմ, որ մասնագիտական պիկի մենք չենք ասել, որովհետեւ մեր ոլորտում մասնագիտական պիկը ինքը տեխնոլոգիայից տեխնոլոգիա, տարեց տարի ինքը փոխվում է, ինքը էլ ավելի, այսինքն զարգացման, աճման անսահման ճանապարհ կա իրականում։ Ու նաև դա Հայաստանին էլ է նաև, հայաստանյան ՏՏ ոլորտին էլ է նաև բնորոշ, մենք պիկին չենք հասել դեռ, քանի որ չի ասի, որ մենք այդ ամբողջ մեր պոտենցիալը սպառել ենք ու նաև մենք ունենք բավականին սահմանափակ պես ասած ֆակտորներ, որի շնորհիվ չենք կարող ցավոք սրտի հասնել այդ պիկի։ Ոլորտը փոխվում է բնականաբար վերջի 5-10 տարում, ավելի ճիշտ վերջի 5 տարում ինքը բավականին փոխվել է, ինչ եմ ես տեսնում եմ արդեն մեծ խաղացողների ձևավորումը, կլաստերիզացիան, որոշ կազմակերպություններ գնում են մեկ այլ կազմակերպություն, նրանք խոշորանում են, ստրուկտուրա է փոխվում նաև ոլորտի, եթե առաջ մեր մոտ ծառայություններ մատուցող կազմակերպությունները ավելի շատ էին, հիմա տեսակարարքշիռը սեփական պրոդուկտ նախագծող կազմակերպությունների շատանում է։ Նույն օրինակով, ինչպես Sorsion դարձավ ծառայությունից դարձավ product company, Help Systems-ի։ Նույն ձևով այլ կազմակերպություններ արդեն ի սկզբանե հիմնվում են որպես product company-ներ։ Եվ դա ուրախալի է, դա խոսում է բացի մեր ոլորտի հասունացման, այլ նաև մասնագիտական աճի, մասնագիտական կառուցվածքային փոփոխության մասին, այսինքն մենք կարող ենք արդեն սեփական պրոդուկտներ նախագծել, այլ ոչ թե պարզապես ծառայություն մատուցել։ Եվ դա իր հետ բերում է նաև ոլորտի որակական փոփոխություն, որովհետև ի հայտ են գալիս նոր մասնագիտություններ, նոր ուղղություններ, անհրաժեշտություն այդտեղ այդ ոլորտներում էլ ավելի լավ մասնագետներ ստեղծելու, եթե օրինակ նույն product manager առաջ չունեինք, հիմա product manager-ը բավականին լույս մասնագիտություն է դարձել, ինքը բավականին լուրջ է, նույն UI UX-ը, որ առաջ իրենց ասում են պարզապես դիզայներ, իրականում user experience-ը դա բավականին լուրջ, այդպես ասած, հաճախորդի փորձառության ճանապարհ է, որը լուրջ մասնագիտություն է դարձել եւ մեր հայկական կազմակերպությունները թե ծառայություն մատուցող թե պրոդուկտ մատուցող նրանք արդեն իսկ սկսել են դրան ավելի լուրջ եւ մասնագիտական ավելի բարձր անհրաժեշտություն տալ դրան։ Ես մի փոքր վիճակագրությունից նշեմ, օրինակ ես հիշում եմ high-tech ոլորտը 3 տարի առաջ ու համադրում եմ այսօրվա հետ, այսինքն այո, outsourcing company-ները շատ էին, գերակշիռ շատ էին, այսինքն երևի թե հարաբերակցությունը 80-20 հարաբերակցությամբ ու նույնիսկ հավատ չկար, որ պրոդուկտ ստեղծող ընկերությունները հաջողության կհասնեն եւ եղավ նաեւ այդ պրակտիկան այս 3 տարվա ընթացքում ու կարելի է ասել, որ գլխիվայր ոլորտը փոխվեց, ներկայումս երևի թե գերակշիռ մասը, այսինքն մոտ 60%-ը կազմում են product company-ները, խոսքը one man company-ների մասին չի կամ շատ փոքր ընկերությունների մասին չի, այսինքն այն ընկերությունների մասին, որոնք ունեն 20, 30, 40 աշխատակիցներ ու ըստ էության այդ փոփոխությունը եղավ, իսկ ինչ կլինի հաջորդ 3 տարում ձեր կարծիքով։ Հաջորդ 3 տարում նախ մինչև հասնել հասմական խտեսումների, կուզենայի ասել, որ մենք պետք է շնորհակալ լինենք outsourcing ոլորտին, քանի որ ծառայություններն են մեզ բերել product աշխարհ եւ այդ դա մի հատ մեծ դուռ էր, մի հատ մեծ պատոհաններ ասում դեպի Եվրոպա, դեպի աշխարհը, ճիշտ, IT աշխարհ, որը մեզ հնարավորություն տվեց հասկանալ, որ ծառայություններից զատ կան նաև այլ ուղղություններ, նույն product development-ը,
եւ դա ես համարում եմ բնականon ընթացք։ Իսկ կանխատեսումների անդրադառնալով կանխատեսումներին կարող եմ ասել, որ նույնիսկ դա իմ կանխատեսումն է, ինքը պարտադիր չէ, պետք է իրական լինի կամ տեղի ունենա, բայց ես տեսնում եմ հետեւյալը, որ ոլորտում շարունակելու է կլաստերիզացիան, այսինքն մեծ խաղացողների ձևավորումը մոտակա 5 տարվա մեջ, այսինքն չի լինելու են, բայց այդ փոքր կազմակերպությունները բավականին դժվար մրցունակ իրավիճակում կգտնվեն, եթե խոսենք օրինակ նույն ծառայությունների մասին, հա, եթե outsourcing-ի մասին խոսենք, product company-ների տեսակարար քշերը, հա, ստարտափերի ձևը ի հայտ գալու տեսակարար քշերը։ Այլություն որ ընդհատում եմ, help systems օրինակ պլաններ ունի Հայաստանում մեկ այլ ընկերություններ կլանելու, հա, որոնք պոտենցիալ կարող են մեծացնել թիմը եւ բերեն նոր փորձառություններ։ Դա ես չեմ բացառում, բնականաբար, մենք այս պահին նաև մտածում ենք զուտ գրասենյակի ընդլայնման, այդպես ասած ռեգիոնալ ընդլայնման մասին, կան կազմակերպություններ, որոնք շատ հաջողակ փորձ ունեն դրա մեջ, մենք կուզենանք նաև մեր արժեքների կուզենամ մի հատ թեթևակնարկան է, որ մենք ունենք արժեքների համակարգ, որոնցով շարժվում ենք եւ դրանցից մեկը այդպես կոչված giving back to the community-ն է, այսինքն վերադարձնել հասարակությանը եւ մենք դա վերադարձնում ենք internship-երի, չգիտեմ, կոնֆերանսների եւ զուտ ընդհանրապես ոլորտի մեր կողմից ոլորտի զարգացման ներդրումով։ Եվ մեր նպատակն է հիմա հիմնել ոչ Երևանում, հա, այլ քաղաքներում գրասենյակներ, դա դեռ քննարկման փուլում է, բայց նաև չենք բացառում մեր ստրատեգիկ պլանների մեջ նաև որևիցե կազմակերպություն կամ կազմակերպությունների կնոմա, որը իհարկե նաև կբերի նոր փորձառություն, նոր հետաքրքիր մարդկանց հետ շփում, հա, եւ ընդհանուր առմամբ մեր բիզնեսի ընդլայնման հնարավորություն կտա։ Մի փոքրիկ ակնարկ մեր մասնագիտությունից, այսինքն հարկումից, հա, որը կապ ունի high-tech ոլորտի հետ եւ այստեղ կարևոր հարց կա նույնպես, տեսեք, COVID-ից հետո, երբ հեռավար աշխատանքը սկսեց խրախուսվել, այսինքն նենց ստացվեց, որ ստիպված էին մարդիկ անցնելու հեռավար աշխատանքի եւ IT ոլորտում թերևս նենց ստացվեց, որ բավականաչափ պրոդուկտիվ ստացվեց, այսինքն որոշ դեպքերում մի փոքր քիչ, որոշ դեպքերում մի փոքր ավելի խրախուսելի եւ այլն, ամեն դեպքում մոտավորապես ստացվեց հավասար իրավիճակ եւ այս պատճառով ամերիկյան մի շարք խոշոր ընկերություններ սկսեցին այստեղ անհատներ վարձել ու այդ անհատների թվականակը կարող է աճել ու այդ անհատներին վարձում են որպես անհատ ձեռնարկատերեր կամ որպես one man company-ներ եւ այլն այստեղ հարկման իրավիճակա փոխվում, այսինքն այդ մարդիկ տալիս են 5% հարկ կամ չեն տալիս հարկ, ստանալով հարկային արտոնություններ, իսկ փոխարենը այն միջազգային ընկերությունները, որոնք հեռավար չեն աշխատում, այլ ներկայացված են Հայաստանում, նրանք տալիս են ավելի քան 25% հարկ, ընդ որում այդ նույն ընկերությունները եթե փորձեն անհատ ձեռնարկատիրոջ միջոցով ծառայություններ ստանալ, այսինքն ստեղ գտնվող մարդկանցից, ապա նրանց նկատմամբ որոշակի քննչական վարույթներ են իրականացվում, սա նույնիսկ տեղի է ունեցել պրակտիկայում եւ սա ստեղծում է հարկման անարդարություն։ Մենք փոքրիկ փաթեթ ենք պատրաստում այս ուղղությամբ եւ ցանկանում ենք այնտեղ ընդգրկել որպեսզի անհատ ձեռնարկատերերին եւ փոքրիկ կազմակերպություններին, որոնք մինչեւ 3 հոգանոց են, այնուամենայնիվ չտրվեն հարկային արտոնություններ եւ կամ տրվելու դեպքում շրջանության հարկի դրույքը չափ բարձրացվի կամ հարկային արտոնությունները ամբողջ ոլորտին տրվեն համահավասար որպես ստրատեգիական ոլորտ բացառություն կկազմեն ինչ որ թվականակից բարձր շեմ ունեցող կազմակերպությունները, հա, որոնց նկատմամբ կատարվի մոնիթորինգ, որպեսզի բիզնեսը չմասնատեն։ Ինչ է կարծում դուք այս ուղղությամբ։ Լավ հարցեր։ Միանշանակ այդ անհատների գործունեությունը պետք է կարգավորվի, զուտ եթե մենք խոսում ենք պետության կառավարման մոդելի էֆեկտիվ լինելու մասին,
ինչ վերաբերում է արտոնությունների, ինչ սկզբունքով արտոնությունները տրվեն, նախ ինչպես լավ նշեցիք, ստրատեգիկ, եթե պետք է նախ ձևավորվի ստրատեգիկ ռազմավարական պլան, որ հասկանանք, օքեյ, IT ոլորտը ինչ ուղղությամբ պետք է գնալ, եւ այն կազմակերպությունները, որոնք իրանց ներդրումը, իրանց impact-ը, իրանց ազդեցությունը ուղղակիորեն սատարում է այդ ռազմավարական պլանի զարգացմանը, երևի թե իրենց պետք է տրվեն նաև այդ արտոնությունները ոչ միայն ոնց դուք նշեցիք թվականակից կամ ինչ որ այս կամ այն կազմակերպության այս գործունեությամբ զբաղվող եւ այլն, բայց նաև թե ինչ ազդեցություն այն կարող է ունենալ եւ որովհետեւ ոլորտը ինքնակարգավորվող ոլորտ է մեզ մոտ եւ փառքաստո կարելի ասել տենց եւ դրա պատճառն նրանում է կայանում, որ մենք ունենք լոգիստիկ խնդիր, մենք ունենք սահմաններ եւ այդ սահմանների բացակայությունը, տենց ֆիգուրալ ասելով, բացակայությունը տալիս է ոլորտի բնականon զարգացման ընթացք։ Իսկ ինչ վերաբերում է այդ անհատներին եւ այդ փոքր կազմակերպությունը, բնականաբար նրանք իրանց բացասական դեր ունեն ոլորտի վրա, նույն այն առումով, որ նախ բավականին ոչ կարգավորված է դառնում աշխատակիցների շարժը, հա։ Երկրորդը այդ աշխատավարձների ձևավորման, հա, իրենց աճը դառնում է ոչ կառավարելի։ Կառավարելի, չասեմ ոչ կառավարելի, ավելի հարմար բառ ասեմ, անկախատեսելի է դառնում իր աճը։ Իսկ դա բիզնեսի զարգացման վրա բացասական ազդեցություն կարող է ունենալ։ Այսինքն ցանկացած այլ կազմակերպություն, եթե ինքը կուզենա այստեղ ինչ-որ մի գրասենյակ հիմնել կամ նոր ձևավորվող հենց կազմակերպություն, հա, չգիտեմ, ստարտափ, որ ուզում են իրանց համար ռեսուրս, մարդկային ռեսուրս նաև, հա, աշխատակիցներ ներգրավելը դառնում է թանկ, շատ ավելի թանկ։ Դա դժվարացնում է իրականում ոլորտի զարգացումը։ Այստեղ երևի թե պետք է ինչ-որ բավականին երևի պետական այրերի աշխատանքն է լինելու, ձևավորվի ճիշտ թե հարկման, թե մոնիտորինգի մեխանիզմներ, որպեսզի ոլորտում ավելի կառավարելի պրոցեսներ լինեն։ Շատ լավ։ Շնորհակալ եմ հարցազրույցի համար, հարգելի ռադիո լսողներ եւ ռադիո դիտողներ, Հայաստանի հայ-թեք ոլորտը շարունակում է ուրախացնել, շարունակում է առաջ գնալ եւ հույս ունենք, որ ապագայում ավելի մեծ արդյունքներ կունենանք։ Ես Սերգեյ Մուրադյանն եմ, Step Consulting ընկերության տնօրենը եւ այսօր հյուրընկալել եմ Պավել Սնխչյանին, ով հանդիսանում է Help Systems ընկերության գլխավոր տնօրենը։ Շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Շնորհակալություն ձեզ։